Շնորհակալություն ազատությունից զրկված անձանց զննության մատչելիության իրավունքը բժշկական զննության մատչելիության իրավունքը լուրջ երաշխիք է նրանց դեմ վատ վերաբերմունքի եւ խոշտանգումների դեմ պայքարի համար եւ այս նախագիծը բավականին լուրջ երաշխիքներ է ստեղծում այդ ուղղությամբ եւ պետք է նկատել որ դեռևս ՄԱԿ-ի խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն 2016 թվականին ունի արձանագրումներ եւ դիտարկումներ Հայաստանի մասով եւ այնտեղ նույնպես հստակ շեշտվել է որ ազատությունից զրկված անձանց բժշկական զննության մատչելի զննության իրավունքը պետք է լինի ի սկզբանե արդեն ազատությունից զրկված պահից սկսած եւ այս նախագծով կարծում եմ որ այդ կարգավորումները բերվում են բավականին ողջունելի նախագիծ է ես միանում եմ պարոն Թորոսյանի առաջարկին որ պետք է էլեկտրոնային եղանակով դա ֆիքսել եւ ողջունելի է որ կառավարությունը դեմս ներքին գործերի նախարարության դա ընդունել է նաեւ երկրորդ մասն է շատ կարեւոր որ թղթաբանությունը չավելացնենք որ պահին էլեկտրոնային հաշվառման մեխանիզմը գործես պետքա դատարի թղթային հաշվառումների այդ մատյանային հաշվառումների համակարգը Ինչ վերաբերում է կարանտինին, պարոն Թորոսյան, վաղուց արդեն դա մեր ուշադրության կենտրոնում է, դուք ճիշտ եք ասում, կարանտին պահպանման պայմանները մեր ստացած տեղեկություններով բավականին պատշաճ չեն, ասենց ասեմ, մեղմ ասած պատշաճ չեն, այնտեղ պետք է շատ մեծ ծախսեր իրականացվեն, որպեսզի հասցվի գոնե միջազգային ստանդարտներին համապատասխան, բայց եթե տրամաբանության մեջ դնենք, որ ինչի համար ընդհանրապես այդ կարանտինը, որը մեկ երևի չի կարող դրա հիմնավորում տա, ինչի համար այդ կարանտինը, որ մի հատ է պետությունը միլիոնավոր դոլարների ծախսեր անի, բերի եւ հետո նորից էլի խնդրի առաջ են կանգնելու Ես կարծում եմ մտահոգիչ խնդիրներ կան, թեև ներքին գործերի նախարարության տիրույթում չի այս հարցը, բայց միանում եմ ձեզ եւ պատրաստ եմ քննարկել այդ հարցերը եւ մասնակցել բոլոր ուսումնասիրություններին քրեակատարական հիմնարկներում պահվող անձանց առողջության հետ կապված եւ առողջության պահպանման հետ կապված խնդիրներին, խնդրում կողմ քննարկել նախագծին։ Շնորհակալ։ Հարցեր հարակի ձգուցողին Գեգամ Մանուկյան խնդրում։ Իրականում հարցի պարոն Խաչատրյանն արձագանքա Չգիտեմ խորքային լավ է թե վատ, բայց անազատության վայրերի ադմինիստրացիային այլևս բժշկական ծառայությունները չեն ենթարկվում։ Լավ է այնքան առումով, որ անազատության վայրերի ադմինիստրացիաներից անկախ են, բայց նաև կա մեկ ուրիշ խնդրեմ։ Ադմինիստրացիան, որ ավելի շահագրգիռ է իր տարածքում, որևէ կալանավորի առողջական խնդիր չունենալու, չեպե չլինելու, բայց այստեղ ինքը ազդեցություն չունի այլևս բժշկական ծառայության վրա ու ցավոք վերջին տարիներին գոնե որ պարբերաբար անազատության վայրերում են շատ հաճախ են լինում, որ չեմ ուզում որևէ բժշկի վիրավորել, բայց նաև այստեղ կալանավորի նկատմամբ բժշկական նաև անտարբերությունն է դեր խաղում մատերի արանքով նայելը, որը բազմաթիվ խնդիրների առաջ է կանգնեցնում բազմաթիվ կալանավորների։ Իսկ խնդրի լուծման ինչ-որ բան կա ձեր մոտ։ Այդ անտարբերությունը հաղթարելու։ Երևի հոգեբանական է։ Պարոն Թորոսյան, դուք ինչ-որ բան ունեք։ Ես ճիշտ եմ ասում, պարոն Մանուկյանը, ենթարկվում է առողջապահության նախարարությանը ու կոլեկտիվ անպատասխանատվության դեմ պետք է պայքարենք, որտեղ կալանավորի ամբողջ պատասխանատվությունը քրեակատարողական ծառայության վրա է, բայց բժշկականը առողջապահության նախարարության պետք է իրար հետ աշխատեն եւ համագործակցեն, վատ ռեֆորմ չի, նաեւ էլի բաների պահանջներով է մեր միջազգային պարտավորությունների, այնուամենայնիվ իմ մատնանշած դեպքը օրինակ եղել է հենց այդ բանի հիմնակ, չէ, կոնկրետ բժշկական, այսինքն բժշկական հաստատության պատերի ներսում ա եղել, ոչ թե խցում, որ իրար վրա գցեն աշխատեն գործընկերների հետ հասկանանք ինչ կարելի է անել